Պատմական հայկական Վարդենուտ գյուղը Արագածոտնի մարզում է, Արագած լեռան հարավային լանջին։ Հինավուրց հայկական այս բնակավայրը 1604 թվականին դարձել է Թուրքիայի և Պարսկաստանի միջև պատերազմի զոհ։ Վարդենուտն ունի հին պատմություն։ Գյուղում պահպանվել են Քրիստոսից առաջ երկրորդից առաջին հազարամյակների դամբարաններ, 13-րդ դարում կառուցված Թուխմանուկ մատուռը, 17-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին և 19-րդ դարում կառուցված եկեղեցիները, միջնադարյան ամրոցի, 5 գյուղատեղի ավերակներ, գերեզմանոց։ Գյուղի Խաչաղբյուր բնակավայրում հայոց Արտաշեսյան թագավորների օրոք անցել է Արտաշատ Վրաստան առևտրատնտեսական կարևոր ճանապարհներից մեկը։ Վարդենուտում է հայտնաբերվել Տիգրան Մեծի կառավարման ժամանակների Քրիստոսից առաջ 90-ից 80-ական թվականների մետաղադրամ։ Գյուղում 13-րդ դարի առաջին կեսին կառուցվել է ամրոց-դղյակ, որն ամենամեծ պատմական հատվածն է այսօրվա Վարդենուտ գյուղի տարածքում։ 1603-ից 1604 թվականներին պատերազմ սկսվեց Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև, և պարսից շահ Աբբաս առաջինը սկսեց լայնամասշտաբ արշավանք դեպի հյուսիս, նպատակ ունենալով գրավել Թուրքիայի տիրապետության տակ անցած Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը, այդ թվում Արցախը, Նախիջևանը, Ջավախքը, Երևանը, Արարատյան դաշտը։ Քանի որ Պարսկաստանում այդ ժամանակ մեծ ազդեցություն ունեին թուրքական ցեղերը, պարսկական զորքի մեջ կարևոր տեղ էին գրավում թյուրքախոս ղզլբաշները, որոնք աչքի էին ընկնում քրիստոնյաների նկատմամբ իրենց առանձնահատուկ դաժանությամբ։ Հետագայում նրանք չարիք դարձան նաև պարսիկների համար։ 1604 թվականի արշավանքի հետևանքով 605 հազար հայեր բռնի տեղահանվեցին, որոնց գրեթե կեսը մահացավ դաժան գաղթի ճանապարհին։ Երկրամասի անընդմեջ ավարարումներից բնակավայրը պարբերաբար ավերվել ու վերաշինվել է, բայց ամենամեծ հարվածը Վարդենուտ գյուղին հասցրել է շահ Աբբասը, որը 1604 թվականին ամբողջ Արարատյան դաշտի հետ հայերից դատարկել է նաև Նիգ ապարանը։ Բռնագաղթի հետևանքով գյուղը մի քանի դարով կորցրել է իր պատմական անունը, հայերի փոխարեն այստեղ եկել հաստատվել են թուրքական ցեղեր, բայց հետո գյուղը կրկին հայացվել է և վերանվանվել Վարդենուտ։ Վարդենուտի բնակչության մի մասի նախնիները 1831-ից 1878 թվականներին գաղթել են Պարսկահայաստանի տարբեր շրջաններից և Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի ու Մուշի գյուղերից։ Գյուղի բնակիչները 1918 թվականի մայիսի 22-ից 29-ը մասնակցել են Բաշ ապարանի հերոսամարտին, ինչպես նաև հայրենական մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին։ Ճանաչենք մեր հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։